Ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել, ասում է Սուրբ Պողոս առաքյալը 1 Տիմոթեոս 6-րդ գլխում։ Հասել ենք Սուրբ Հոգու պտղի վերջին 9-րդ մասին, որ կոչվում է ժուժկալություն կամ ինքնատիրապետում։ Մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս իր ամբողջ կյանքում Սուրբ Ծնունդից մինչև համբարձում ժուժկալ կյանքով ապրեց, քչով բավարարվեց։ Նույնպես եւ իր առաքյալները եւ հաջորդող սրբերը բոլորն էլ քչով բավարարվեցին։ Իսկ ինչու՞։ Որպեսզի մեզ օրինակ տան, որ չընկնենք աշխարհի թակարդի մեջ եւ ճոխությամբ չվարակվենք։ Աթեիչու 5-րդ դարի մեծ սուրբերից մեկը Սուրբ Հովան Ոսկեբերանն ասում է. ոչինչ մարդու հոգին այնքան չի վիրավորում, որքան ճոխությունը։ Մենք պետք է կարողանանք տիրապետել մեր մտքերն ու մարմնական ցանկությունները, բաներ, որոնք առաջի մարդիկ Ադամն ու Եվան չկարողացան անել եւ մահը ժառանգեցին։ Իրականում քրիստոնյան կոչված է ուժեղ լինել եւ ժուժկալություն բառը հունարենում նշանակում է էկկրատեա, այսինքն իր մեջ պարունակում է կրատոս, զորություն բառը եւ միայն զորեղ քրիստոնյան է, որ ունի ուժը ինքն իրեն տիրապետելու եւ չընկնելու աշխարհի թակարդը, որը այսօր մեզ քարոզում է սանձարձակություն, քարոզում է կամայականություն եւ որտեղ բրենդամոլությունն ու ճոխությունը վարակել են շատերին։ Ուրեմն հիշենք առաքյալի հայտնի խոսքերն, որ ասում էր. քննեցեք ինքներդ ձեզ, տեսնելու համար թե արդյոք նույն հավատի մեջ եք, փորձեցեք դուք ձեզ, չգիտեք թե Հիսուս Քրիստոս ձեր մեջ է, այլապես անպիտան պիտի լինեք։ Ուրեմն թող Տերը իրապես օրհնի մեզ, որ լինենք ու մնանք ժուժկալ ու ինքնատիրապետող։ Ամեն։